Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր զրուցելու ենք լրագրող Անի Նոթատետրե գրքի հեղինակ Անի Մանգասարյանի հետ։ Ողջույն Անի, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մեզ հետ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեր թույլտվությամբ սկսենք մեր հարցազրույցը։ Ողջույն Սերգեյ, շնորհակալ եմ հրավերի համար, հաճելի է ձեզ ընկերակցել։ Անի 2023 թվականի շարաբաստիկ իրադարձություններից հետո, Արցախի ցավալի կորստից հետո Արցախի ողջ ժողովուրդը ստիպված եղավ բռնի տեղահանվել եւ բնակության նոր հասցեներ գտնել ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դուք ապրելով Արցախում լրագրության դաշտում բավականին մեծ ճանապարհ եք անցել։ Եկեք մեր հարցազրույցը սկսենք այնտեղից, թե ինչպիսին էր Արցախը նախ մինչև 2020 թվականի 44 օրյա պատերազմը, ապա նրանից հետո։ Լրագրողի աչքերով։ Արցախը փոքրիկ դրախտավայր է եւ 2020 թվականի պատերազմից առաջ այն օր-օրի ավելի էր ծաղկում, գեղեցկանում, բարգավաճում ու ես երբեք ծնվելով ու ապրելով Արցախում երբեք չեմ մտածել Արցախից դուրս իմ կյանքը կամ իմ գործունեությունը եւ այն օր-օրի ավելի էր գերում ինձ ու ամեն մի անկյունի մասին ես ուզում էի պատմել ու հենց լրագրողական աշխատանքը օգնեց ինձ բացահայտել Արցախի ամեն մի անկյունը։ Անի, խոսեցիդ, որ լրագրությունը օգնեց քեզ ճանաչելու Արցախը ավելի խորը։ Ինչպես ընտրեցիր լրագրության ճանապարհը։ Եվ հեշտ էր արդյոք անցնել լրագրության այդպիսի երկար ճանապարհ, հատկապես երբ համոզված եմ, որ այդ ճանապարհին եղել են վայրիվերումներ, պայմանավորված նաև Արցախում տեղի ունեցած իրադարձություններով։ Դեռ փոքր տարիքից ես երազում էի ունենալ իմ խոսափողը, տեսախցիկը եւ ավելի շատ նկարել երեխաների, բարձրաձայնել նրանց խնդիրները, պատմել նրանց երազանքների, ցանկությունների մասին, որովհետեւ իմ մանկությունը անցել է պատերազմական թոհուբոհում, զրկանքների մեջ եւ մանկությունից ինձ մնացել էր ընդամենը մեկ լուսանկար եւ երևի թե դա էր պատճառը, որ ուզում եի ավելի շատ երեխաներին նկարել, նրանց ցանկությունների մասին բարձրաձայնել։ Բայց զուգահեռ ինձ հաճելի էր նաեւ ուսուցչի դերը եւ ընտրեցի այնպիսի մասնագիտություն, որը մոտ լիներ նաեւ լրագրությանը։ Ավարտեցի Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու եւ գրականություն բաժինը, այսինքն ես մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, բայց աշխատանքային գործունեությունը սկսեցի հենց ռադիոյից, որպես ռադիո հաղորդավար։ Հետագայում արդեն հեղինակային հաղորդումներ վարեցի, լրատվական թողարկումներ, ռեպորտաժներ պատրաստեցի, իսկ արդեն վերջին շրջանում որպես լուրերի լրատվական բաժնի խմբագիր էի աշխատում։ Արցախում լրագրությամբ զբաղվելը չէի ասի, թե շատ հեշտ էր, հատկապես պատերազմական օրերին ու նաև շրջափակման պայմաններում, բայց մենք ամեն ինչ անում էինք, որ Արցախի ձայնը հասանելի լինի Արցախի սահմաններից դուրս, որովհետև հատկապես 2020 թվականի պատերազմից հետո արտերկրից լրագրողների մուտքը արգելված էր եւ հենց արցախցի լրագրողներն էին առաջին գծում, դա եւ օգնեց նրանց ավելի ճանաչելի դառնալ ու նաեւ հմտանալ իրենց գործում։ Անի, 2022 թվականին դեկտեմբերին Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Հենց առաջին օրերից արդեն պարզ երևում էր, որ սկսված գործընթացը շարունակական բնույթ է ունենալու եւ մենք
գոնե ինքներս մեր ներսում գիտեինք եւ համոզված էինք, որ այս ամենը երկար է տևելու։ Շուրջ 10 ամիս Արցախի մի բուր ժողովուրդը ստիպված էր զրկանքներ կրել եւ ապրել տոտալ շրջափակման մեջ։ Այդ օրերին Արցախի լրագրական դաշտը աշխատում էր 24/7 ռեժիմով։ Մենք միասին աշխատել ենք, դու գիտես, որ որքան դժվար էր այդ օրերին լուսաբանել եւ ցույց տալ աշխարհին Արցախի կյանքը, որովհետեւ հանդիպում էինք այնպիսի իրավիճակների, որը երբեմն մարդկային լեզվով բացատրել չէր լինում։ Բայց ես կուզենայի, որ մեր հետևորդներին ներկայացնեիք այ ինչպիսին էր Արցախը շրջափակման օրերին եւ ինչպիսին էր Արցախի լրագրողի կյանքը հենց այդ բարդ ժամանակաշրջանում։ Սոցիալական այդ ծանր խնդիրներին զուգահեռ մեծ սահմանափակումներ մտցվեցին լրագրողի աշխատանքի մեջ, հատկապես երբ ընդհատվեց կապը մայրաքաղաք Ստեփանակերտի ու շրջաների հետ, տրանսպորտի խնդիրներ եւ հետո նաեւ բջջային կապն ընդհատվեց, հիմնականում ընդհատվեց, որովհետեւ գրաֆիկի հետ կապված, հոսանքազարկումների գրաֆիկի հետ կապված հնարավոր չէր այդ անմիջական կապը պահպանել ու երբեմն մեկ լուրը ճշտելու եւ այն եթեր հեռարձակելու համար հարկավոր էր 1 ամբողջ օր այն ձայնագրելու, մոնտաժելու կամ կապի խնդիր ունեինք, ոտքով պետք է հասնեինք տվյալ կառույց, լուրը ճշտեինք եւ նոր եթեր տայինք։ Նույնիսկ եղել է մեր հանրային ռադիոյի մի դեպք, որ շատ կարևոր լուր էր պաշտոնական եւ պետք է այն ճշտվեր, նոր ներկայացվեր ու մեր լրագրողը եթերից 5 պակաս ոտքով հասել է կառավարության շենք լուրի իսկությունը ճշտել եւ քանի որ հոսանք չկար, չէր կարող համակարգչով շարել այդ ինֆորմացիան փոխանցել հաղորդավարին, ինքն է մտել եթեր ուղիղ ու հայտնել այդ լուրը։ Սահմանափակումները շատ էին, տեղեկատվական ճնշումը մեծ էր, ապա տեղեկատվությունն էր շատ եւ պետք է դու կարողանայիր քո լսարանին շարունակեիր վստահաբար լուրեր հաղորդել, ճիշտ ինֆորմացիա։ Կարծում եմ այդ առումով Արցախի թե հանրային ռադիոն, թե հեռուստատեսություն, թե հանրապետական թերթը մեծ աշխատանք է կատարել եւ պահպանել իր լսարանը։ Ալի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո շատ ժամանակ անց դուք ընթերցողին ներկայացրեցիք Անիի նոթատետրը գիրքը։ Ես առիթ եմ ունեցել ծանոթանալու այդ գրքին, ինչ խոսք այն վավերագրություն է մի ամբողջ բարդ ժամանակահատվածի, որը հաջորդ սերունդների համար կմնա որպես այդ օրերի վառ վկայություն։ Ինչպես առաջացավ մտահղացումը այդ գիրքը ստեղծելու, հեշտ էր արդյոք անցած օրերը իմի բերել եւ հանձնել ընթերցողի դատին։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը փակեց Արցախ աշխարհին կապող բոլոր ճանապարհները, ես սկսեցի իմ նոթատետրում գրառումներ անել օրվա կարևոր իրադարձությունների մասին, որոնք հետագայում դառնում էին հոդվածներ։ Ցավոք այսօր այդ հոդվածները հասանելի չեն, քանի որ Ազատ Արցախի կայքեջը չի աշխատում, չի գործում, իսկ իմ նոթատետրը այդպես էլ մնաց Արցախ թերթի իմ գրասեղանին, բայց նման վերջաբան չէի պատկերացնում այդ նոթատետրի էջերում։ Եվ տեղահանումից հետո թերթելով հեռախոսով արված իմ լուսանկարները, ես հասկացա, որ գրեթե ամեն օր ես լուսանկարել եմ Արցախի հատկապես այդ վերջին շաբաթը
ու մտածեցի, որ պետք է թղթին հանձնել այդ ապրումները, զգացումները։ Ի սկզբանե պետք է տպագրվեր որպես առանձին հոդվածներ յուրաքանչյուր օրը սեպտեմբերի 19-ից սկսած, երբ առաջարկ ստացա այն ամբողջացնել ու օրագիր գրքի տեսքով ներկայացնել, համաձայնեցի ու այսօր կարծում եմ, որ ճիշտ եմ արել, ամենալավ տարբերակը դա էր, թեկուզ այսօր մտածում եմ, որ եթե այսօր գրեի, ավելի ընդգրկուն, ընդլայնված այլ պատմություններով հագեցած կլիներ այդ օրագիր գիրքը, բայց կարծում եմ հենց այդ օրերին թարմ հիշողություններով, տպավորություններով գրելը ավելի անկեղծ է ու ճիշտ։ Դժվար էր իհարկե նորից վերհիշել, վերապրել, այսօր էլ երբ թերթում եմ այդ օրագրի էջերը, նորից վերապրում եմ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր պահը, բայց ինչպես դուք նշեցիք, կարծում եմ, որ այո, եկող սերնդի համար սա շատ լավ օրագիր է, որովհետև ես միշտ ցանկացել եմ 90-ականների պատերազմական այդ օրերի մասին նման օրագիր գտնել ու ընթերցել, բայց չկար, կար իմ ավագորձընկերների պատրաստած վավերագրական ֆիլմերը ու նաև Վարդգես Բաղարյանն ուներ այդ ֆիլմերի բովանդակությունը գրքի վերածած եւ հենց այսպես որպես լրագրողի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր ապրում այդպիսի գիրք չկար եւ կարծում եմ, որ կլինեն հետագայում այնպիսի մարդիկ, որ ինձ նման եւս կփնտրեն նման գիրք ու անպայման իրենց ձեռքի տակ կունենան։ Անի, ասում են լրագրությունը 4-րդ իշխանությունն է եւ կարծում եմ այս տեսակետը սխալ չէ, որովհետեւ լրագրողները կամա թե ակամա միշտ երկրի քաղաքականության, քաղաքական բոլոր զարգացումների անբաժանելի մասն են կազմում։ Ըստ քեզ, ինչու այսպես ստացվեց։ Ինչու եղավ Արցախի կորուստը։ Եվ հնարավոր է արդյոք կանխել այդ ամենը։ Հարցը շատ քաղաքական է, բայց կարծում եմ լրագրողները անգամ այդ շրջափակման դժվարին պահերին, երբ իշխանությունը լռում էր, իսկ լսարանը սպասում էր ինչ-որ խոսքի, լրագրողները փորձում էին իշխանությունից ինչ-որ բան կորսել ու փոխանցել լսարանին, հանրությանը։ Անի, այսօր էլ տեղափոխվել եք արդեն մայր հայրենիք, ապրում եք Երևանում եւ շարունակում եք ձեր գործունեությունը, շարունակում եք զբաղվել սիրած մասնագիտությամբ, կարողանում եք զուգահեռներ անցկացնել Արցախում ձեր ծավալած գործունեության եւ այսօր արդեն Երևանում իրականացվող ձեր աշխատանքի հետ։ Ճիշտ ասած, Հայաստանում լրագրողի աշխատանք չեմ փնտրել, տեղահանությունից հետո Հայաստանի հանրային ռադիոն հաջակցությունը Արցախի ռադիոյի գործընկերների ժամանակավոր աշխատանքի ընդունեց եւ 2 ամիս անց, այսպես ասած, սահմանափակումներ դրեցին, օրինակ, որ արցախցի լրագրողը չպետք է Արցախի եւ արցախցու մասին ռեպորտաժներ պատրաստի, պետք է ինտեգրվի հայաստանյան լրատվադաշտին, իսկ դա ինձ համար սկզբունք էր, եթե ես աշխատեմ Հայաստանում որպես լրագրող, ես պետք է պատմեմ Արցախի մասին, արցախցիների խնդիրների մասին ու միանշանակ ես հրաժարվեցի շարունակել աշխատել ու հեռացա։ Այսօր ես աշխատում եմ ռադիովանում, ոչ իմ մասնագիտությամբ, բայց ես կարծում եմ, որ ոչ բոլորը պետք է այս պահին կատարեն ցանկացած աշխատանք գումար վաստակելու համար։ Կարծում եմ, որ գումար վաստակելու ժամանակը պետք է օգտագործել ճիշտ եւ նպատակային։ Այսինքն, եթե դու ունես կոնկրետ ուղղվածություն, դու կարող ես քո բառով, խոսքով կամ գործով օգտակար լինել քո հայրենիքին, թեկուզ հեռու, պատմել նրա մասին, կա այդ հնարավորությունը, դու պետք է աշխատես հենց այդ ուղղությամբ, թեկուզ փոքր վարձատրությամբ, բայց ստեղծես մնայուն արժեքավոր գործ։
Այս շրջանում ես ունեցա հնարավորություններ Արցախի մասին պատմելու։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի առաջարկած դրամաշնորհային ծրագրերի շրջանակում անցած տարի ես նկարահանել եմ ֆիլմ, որը կոչվում է Մեծ ծառ, եւ այդ շրջանում անընդհատ խոսվում էր կորցրածի, կորսվածի մասին, իսկ ես ցանկանում էի ցույց տալ արցախցի մի ընտանիքի պատմությամբ, թե ինչպես են Արցախում կորցրել տուն 3 անգամ ու այն վերակառուցել, ու այստեղ փորձում են կրկին հիմքից տուն կառուցել եւ իրենց ապագան մայր հայրենիքից հեռու չեն տեսնում։ Իսկ այս անգամ փորձում եմ նկարահանել Արցախի մեդիայի ձայները ֆիլմը, որը պատմում է Արցախի գլխավոր մեդիաների, հանրային հեռուստատեսության, ռադիոյի եւ հանրապետական թերթի ստեղծման պատմությունը, զարգացումը, ինչպես են ձևավորվել հակամարտության պայմաններում, ինչպես են պայքարել պատերազմներում, տեղեկատվական պայքարում եւ շրջափակման պայմաններում չկորցնելով իրենց ձայնը։ Ֆիլմը պատրաստ կլինի ապրիլին, այն թարգմանվում է նաեւ անգլերեն։ Այդ պատմությունները նախատեսում եմ, որ այդ պատմությունները գրի առնեմ ու այն եւս գրքի տեսքով ներկայացնեմ։ Անի, եթե իրականություն դառնա բոլորից բաղձալի երազանքը եւ լինի Արցախի վերադարձը, Անի Մանգասարյանը պատրաստ է վերադառնալ Արցախ եւ շարունակել իր գործունեությունը այնտեղ։ Միանշանակ։ Ես կվերադառնամ եւ ես անընդհատ կարոտում եմ իմ մանկության արահետները, իմ մայրաքաղաքը եւ նորից օրագիր կգրեմ արդեն լուսավոր, ուրախ, բարգավաճող մեր երկրի մասին։ Շնորհակալություն բավականին ջերմ զրույցի համար եւ վերջում ես կցանկանայի, որ դուք ձեր խոսքն ուղեիք ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ Հայք մեդիայի բազմահազարանոց լսարանին։ Ես միշտ հետևում եմ ձեր հաղորդումներին։ Շնորհակալություն, որ նման հյուրեր եք ունենում, շատ հետաքրքիր հյուրեր եք ունենում, հաճելի է լսել նրանց, բոլորին ողջույններս եմ փոխանցում եւ ուզում եմ, որ ինչպես որ առաջ Արցախը համարվում էր հայի օջախը, այդ հավատը երբեք չկորցնեն նաեւ վերադարձի հավատը։ Մենք կվերադառնանք ու առաջվա պես միասնական կլինենք։ Շնորհակալություն։